Խնդրեմ հիմնավորումները, արդյոք սա արդեն շատ չէ, ամեն տարի բարձրացում է։ Եվ մեկ էլ դուք 2 ամիս առաջ հերքել եք, որ այդ տեղեկությունը լինելու է։ Փաստորեն հիմա թանկանում է, ինչով է պայմանավորված ձեր։ Նախ եւ առաջ ես չեմ հերքել, ընդհանրապես ես պատասխանել որ հարցրել են մեր մոտ տենց քննարկումներ արվում են, թե չէ, ես ասել եմ որ մեր մոտ տենց քննարկում չի կատարում։ Եթե դուք կարդացել եք այդ հաղորդագրությունը, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ապա այդ քննարկումները մոտորապես այդ ժամանակ սկսվել էին, այսինքն սկսվել էին, երբ որ շուկայի մասնակիցները առաջի հերթին Բաշխիչ ցանցը դիմել էր հանձնաժողով իր ֆինանսական վիճակի վերաբերյալ եւ առաջարկությամբ, որպեսզի վիճակը լավացվի, պետք է վերանայվի իր սակագնային մարժան եւ այդ պայից սկսվել էին քննարկումները։ Մնացածը բանի մեջ տեղադրված է, ինչքան ճիշտ թիվը չեմ ասի, շուրջ 4 դրամի մասին է խոսքը գնում։ Իսկ նորմալ եք համարում ամեն տարի վերջնական սպառողին այսպես 10%։ Գիտեք ինչ, ես ընդհանրապես նորմալ չեմ համարի, եթե այստեղ բալանսավորված պետք է լինի։ Իհարկե լավ կլիներ ընդհանրապես ոչ թե աճեին, այլ նվազեին սակագները։ Միանշանակ լավագույն տարբերակը կլիներ, բայց մի րոպե, բայց քանի որ այդ սակագների որոշումը ինքը եւ սպառողների տեսանկյունից պետք է նայել եւ շուկայի մասնակիցների տեսանկյունից, որոնք կատարում են ուրեմն համապատասխան աշխատանքներ, շահագործման ծախսեր, նյութեր են առնում, սարքավորումներ են առնում եւ այդ ամեն ինչը արժեք ունի եւ ժամանակի ընթացքում ցանկացած այն նմանատիպ ծառայություններ, սարքավորումների արժեք նրանք նույնպես փոխվում են եւ հետեւաբար բաում հաշվին պետության Ինչ տարբերություն, եթե բյուջեի հաշվին է, նույն էլի ամբողջ բյուջեն ումն է, էլի մերն է, ինչ տարբերություն։ Ես փաստորեն նորմալ եք համարում, որ ամեն տարի Ես այդպիսի բան չասեցի։ Իհարկե սոցիալական խնդիրներ դրա համար ասում եմ, հանձնաժողովը իր որոշումները, երբ որ ընդունում է, ինքը պարտադիր բալանսավորված է նայում եւ սոցիալական հարցերը, եւ հնարավորությունները, եւ այդ թվում ինքը չի կարող հաշվի չնստել համակարգում գործող, այդ շուկայում գործող, էլեկտրոէներգիայից համակարգի շուկայում գործող այդ ուրեմն ընկերությունների վիճակը։ Սա է։ Հիմա տարիների ընթացքում մենք երկար տարիների ընթացքում սակագինը չի վերանայվել։ Երկար տարիներ չեն ձեռք տվել։ Անցյալ տարի պարտադրված այդ բանը արեցինք։ Հիմա փաստորեն իրավիճակը ստեղծվեց այն, ինչ որ ստեղծվեց։ Բացատրությունները տվել է հանձնաժողովը, սա պայմանավորված է ոչ միայն նրանով, ինչ որ ես ասեցի, բայց նաև այն իրավիճակում, որ ստեղծվեց ռեժիմային հարցեր, ջրի պակասություն, մեր մոտ բանը միջինացված գնման սակագինը գեներացիայից ձևավորվում է տարբեր տեսակի արտադրանքից։ Մենք ունենք մի րոպե, հարց եք տալիս, եթե ուզում եք չպատասխանեմ։ Դե եթե ուզում եք մասնագիտական բան լսեք, ասում եմ ձեզ։ Մենք ունենք կայաններ, որոնք արտադրում են համեմատաբար էժան էլեկտրոէներգիա, դրան շարքին են Սևան Ռազդանյան կասկադը, որը աշխատում է միայն իրիգացիոն ռեժիմում, երբ որ ոռոգման համար ջուր է թողում եւ ինքը էներգիա արտադրում, դա բավականին էժան էլեկտրոէներգիա է։ Ունենք Որոտանի կասկադը, որը նույնպես համեմատաբար էժան է, եւ ունենք ատոմակայանը, որը նույնպես արտադրում է համեմատաբար էժան էլեկտրոէներգիա։ Հիմա եթե ջրի պակասություն կա, եթե Որոտանի կասկադը կարող է արտադրի միլիարդ 100 միլիոն կիլովատ-ժամ, բայց արտադրում է տեղը 900 միլիոն կիլովատ-ժամ, այդ 200 միլիոն կիլովատ-ժամը պետք է որևէ մեկը արտադրի այդ շուկայում։ Միայն հնարավոր արտադրանքը կարող է տալ լրացուցիչ, դա ջերմային կայաններն են։ Կամ Ռազդանի ջերմային կայանը 5-րդ բլոկը, կամ կայանը մենք երկու ունենք, կամ 5-րդ բլոկ, կամ կայան, եւ կամ Երևանի ջեկը։ Նրանց էներգիան շատ ավելի թանկ է, եւ եթե միջինացում եք, վերցնում եք այդ 200 միլիոն կիլովատ-ժամը ավելի թանկ, ստացվում է սրեդնի միջինացված այդ միջին կշռույթային այդ սակագինը ավելի բարձր է ստացվում։ Եվ դա անդրադառնում է որևէ շուկայի մասնակիցներում այդ շղթայում, այդ ամբողջ էներգիան գնում է Բաշխիչ ցանցը։ Բաշխիչ ցանցը գնելով այդ էներգիան, հետո վաճառում է սպառողին, փողը ստանում է եւ պետքա տա համապատասխան այդ սուբյեկտներին շուկայի։ Հիմա եթե ինքը առնում ավելի թանկ էներգիա, ճիշտ է, սակագինը չի ծածկում այդ
տարբերությունը, հետևաբար ինքը ընկնում է ծանր ֆինանսական վիճակի մեջ։ Մենք ունեցել ենք նաև լրացուցիչ ատոմակայանը պետք է արտադրեր, թիվը շատ ճշգրիտ չեմ կարող ասել, պայմանական եմ ասում, 2 միլիարդ, ասենք թե 400, արտադրել է 2 միլիարդ 300, այդ 100 միլիոնն էլ տեխնիկա է, ինքը ունի շահագործման ուրեմն ժամկետ, վերանորոգման ժամանակ եւ լինում են, որ վթար է իրական առաջանում, ինքը կանգնում է, այդ վթարը, երբ որ ինքը չի աշխատում, ուրեմն թեր մատակարարում է կատարվում։ Սա է, եւ այդ ամեն ինչը որ գումարվում է, այդ սուբյեկտները դիմել են հանձնաժողով, հանձնաժողովը պարզա պետք է նայեր առաջի հերթին նաեւ ով կուզի նաև այս բաների մեջ ընկնի, մեծ պատասխանատվություն է, բոլորս էլ հասկանում ենք, սոցիալական հարցեր կան, ցանկացած սակագնի բարձրացում դա խիստ ընդունելի է սպառողների կողմից։ Բայց փոխվեց անցյալ տարվա համեմատ բանակցել էիք ամենայն դեպս այդ մասին խոսքնացել է։ Բանակցություններ չեն եղել, որ պետք է Պարոն Գալստյան, երբ որ 8 դրամով թանկացավ, էլեկտրաէներգիայի սպառումը քանի տոկոսով նվազեցավ, կա տենց հաշվարկ։ Եվ կա հաշվարկ ևս 4 դրամով թանկացավ։ Իհարկե, սա հաշվարկները կան, այդ հանձնաժողովն անում, ինքնապատասխանատու այդ հարցերին։ Էլեկտրոէներգիան չի պակասել, ներքին շուկայում պահանջարկը չի պակասել։ Այդ ես հստակ ձեզ կարող եմ ասել 13 թվականին, 12 թվականի նկատմամբ։ Սա է, պակասել է ընդամենը էքսպորտը։ Ինչքան։ Պակասել է, հիմա կդժվարանամ ճշգրիտ թիվը ասեմ, երևի 150-200 միլիոն կիլովատժամով հնարավոր է, ճիշտ թիվը չեմ կարող ասել։ Էքսպորտը դա կլասիկ էքսպորտը չի, դա էլեկտրոէներգիա, գազի դիմաց, այդ թվում սեզոնային սվոպ փոխանակում, սեզոնային ձմեռ։ 4 դրամով թանկանալու դեպքում հաշվարկը կա, ինչքան կպակասի։ Ուրեմն այդ սաղ հարցերը կտակ հանձնաժողովին։ Հանձնաժողովն է պատասխանատու սակագների հաստատման, ընդունման եւ բանակցային այդ բանի համար։ Ինքը իր հայտարարությունում տվել է, պատրաստ է ցանկացած սպառողի, ընկերության, հասարակական կազմակերպությունների կամ մաս մեդիայի հարցերին պատասխանել։ Հենց այսօրվանից կարող եք հանձնաժողովին մանրակրկիտ այդ հարցերը տալ։ 4 դրամը ոնց է ձևավորվել, ինչի է 4 դրամ, ոչ թե 5 դրամ կամ 3 դրամ։ Պարոն Գալստյան, մոտավորապես 15 օր առաջ էր, երբ դուք հայտարարեցիք, որ նման քննարկումներ չկան։ Ես դες բան չեմ հայտարարել։ Քարորիայի ընթացքում է, թանկացման մասին։ Ես եղել եմ խոսքը գնում է մայիսի սկզբերին, մի րոպե։ Եթե ճշգրիտ հարց եք տալիս, ես նման հայտարարություն չեմ տվել, խոսքը գնում է, ես որ եղել եմ մայիսի սկզբին, այն ժամանակ ինձ հարցեր ուղղվել, այն ժամանակ մեր նախարարությունում նման քննարկումներ չեն եղել։ Նոր հայտ էին ներկայացրել շուկայի մասնակիցները հանձնաժողով։ Եվ եւս մի անգամ ասեմ, նման հարցերի համար պատասխանատու է ոչ թե Մինիստրությունը էներգետիկայի, այլ հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովը լիցենզիաների համար եւ սակագների ուրեմն հաստատման որոշման համար։ Եթե պատճառը ջուրն է, ասենք երկու պատճառներից մեկը, ես չեմ ասել պատճառը ջուրն է։ Ախր դուք երբ որ հարցեր եք տալիս, սովորեք նաև ճշգրիտ ասել։ Ես դրա համար երկար սովորել եմ եւ ճշգրիտ հարցը տալիս։ Ասում եք պատճառը մեկը ջուրն է, ես չասեցի որ պատճառը մենակ ջուրն է։ Դուք ասացիք պատճառներից մեկը ջուրն է։ Պատճառներից մեկը, այո, հաջորդ տարի, երբ որ ջրի խնդիր չենք ունենա, սակագները կնվազան այս դեպքում։ Չեմ կարող ասել ինչ կարող է լինի մյուս տարի։ Որտեղից ես կարող եմ ասել։ Բացի բարձրացումից հնարավոր է նվազեցում մի տարի գոնե մի անգամ։ Ես նաև տեսեք մի կարևոր բան ասեցի, ոչ մեկը այդ արգումենտացիայի վրա ուշադրություն չկենտրոնացրեցի։ Ամբողջ աշխարհում տենդենսը դուք տեսել եք, բոլոր սարքավորումները տարիից տարի միտեղ դանդաղ ինչ որ սարքավորումներ կան, որ կարող են եւ նվազել իրանց եթե շուկայում իրավիճակը փոխվել է, բայց ընդհանուր առմամբ նյութերը, տարբեր տեսակի նյութերը, որոնք մատակարարվում են, որպեսզի process-ը ուրեմն ընկերություններում, որոնք միտեղ էներգիա են արտադրում, միտեղ տեղափոխում են կատարում, միտեղ բաշխում են կատարում, այդ սարքավորումները գնվում են, նյութերը գնվում են եւ ընդհանրապես տենդենսը այնպիսին է, որ իրանք ժամանակի ընթացքում աճում են։ Երևի ավելի ինֆլյացիոն գործակիցներ կան, որովհետև բաներ կան, որ առնում ես արտասահմանից, ուրեմն փոխհարաբերությունները դոլար, դրամ, տարբեր իրավիճակներ են ստեղծում։ Ես ամեն ինչ այդ ջուրը, ասեցի ատոմակայանի կանգնեցումը, ուրեմն
պլանային նախատեսված ժամկետից ավել։ Սա այս կոմպլեքս բերեց այն իրավիճակին, որ 13 թվականի ընթացքում մենք ունեցանք այդ իրավիճակը։ Հիմա դրան չարձագանքել հանձնաժողովը չէր կարող։ Իրան դիմել են շուկայի մասնակիցները, իրանք ասում են, որ իրանք աշխատում են ֆինանսական ծանր վիճակում, չեն կարողանում փակեն, առնում են մի գնով, վաճառում են ուրիշ գնով։ Տարբերությունը իրանց մոտ բացասական է։ Աշխատող կազմակերպության մասին է խոսքը։ Դուք ասում եք իրենց ֆինանսական ճգնաժամի մեջ են։ Բացատրեցի մի քիչ առաջ ձեզ։ Ես լսում եմ, որ դուք բացատրեցիք, հարցը հետևյալն է, այդ ընկերությունը աշխատում է գերշահույթով։ Որտեղից եք դուք վերցրել այդ բանը։ Որտեղից դուք գիտեք, որ իրենք Ես դրա համար ասում եմ, այս սաղ բաները, ինչ որ դուք հարցնում եք, սայթի մեջ դրված է, հանձնաժողովի։ Ինչ են գնել։ Մի րոպե, եթե դուք ուզում եք պրոֆեսիոնալ պատասխանները տաք եւ ուղղակի հենց այդ շոու չեք անում, ուրեմն բարի եղեք, նայեք այդ ֆինանսական հաշվետվությունները, որոնք սայթում դրված են, հանձնաժողովի սայթում բոլոր ընկերությունների ֆինանսական հաշվետվությունները դրված են, նայեք, տեսեք, ինչքան է իրանց եկամուտային մասը, ինչքան է ծախսային մասը, դուք ինքներդ հետո որոշում կընդունեք, նրանք գերշահույթով են աշխատում, թե ոչ։ Հետո կարող եմ ձեր այդ հարցը զրուցել։ Միանշանակ։